Էդգար Հակոբյան, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, շատ մեծ աշխատանքի համար կատարված, մեր հայրենակիցներից շատերն են իրենց շնորհակալական խոսքը փոխանցում, իրոք շատ մեծ ռեֆորմ է եւ շատ դրական ազդեցություն ունի, մանավանդ որ երևի մեր հանրապետությունում ապրող ընտանիքների մեծամասնության վրա ազդում է թե գումարային, թե առողջականի հետ կապված, հա։ Մեր հայրենակիցներից եւս ինձ հարց են ուղղել, ինձ 63 տարեկան կին է գրել, խնդրեց որ իր անունը չնշեմ, նա հարցնում է քաղցկեղով հիվանդ է եւ 700,000 դրամ մի դեղի արժեքն է, 85,000 դրամ երկրորդ դեղի արժեքն է ամեն ամիս որ ստանում է, էլի, հարցնում է արդյոք ինքը հնարավորություն ունի օգտվելու փաթեթից, նա երկրորդ կարգի հաշմանդամ է։ Նաև Տիկին Ավանեսյան, կխնդրեմ ասեք այդ կարգերով, հա, որ կարգը ունենալով մեր հայրենակիցներից ով ինչ դեղորայքի, հա, այդ կապված աջակցությունից կարող է օգտվել։ Շնորհակալություն։ Եթե քաղաքացին երկրորդ կարգի հաշմանդամ է, այստեղ այո, նա ապահովագրված անձ է համարվում։ Ապահովագրական փաթեթի շրջանակներում քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման արժեքը 1.5 միլիոն, ներողություն եմ խնդրում, 1.2 միլիոն դրամի շրջանակներում է եւ այո, սրա շրջանակներում քաղաքացին կարող է ուրեմն օգտվել։ Իսկ ուրեմն ապահովագրական փաթեթի մեջ ներառված դեղերը, քանի որ հարյուրավոր անվանումներ են, ես նորից եմ ասում, շատ այսպես պարզ հեշտ փնտրելու մեխանիզմով կարող են մտնել, ես այսօր էլ որ դուրս գամ, մի հատ կհրապարակեմ, ինքս կփնտրեմ մի քանի դեղ, ցույց կտամ ինչպես փնտրեն, որ մեր քաղաքացիները կոնկրետ իրենց դեղի մասով հասկանան, այդ դեղը մտած է ապահովագրական փաթեթի մեջ, թե չէ։ Այսպես չեմ կարող էլի Արձագանք չկա, ներողություն, պարոն Հակոբյան,